Համացանցում 3 տարածված 10 վայրկյան տևողությամբ այս տեսանյութը վերագրվում է Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այն տարածած օգտատերը պնդում է, որ հաղարծին համալիրում հոգևորականին մոտեցած քաղաքացին հարցրել է. ինչու թմրանյութը գցել տվեցիք պայուսակի մեջ։ Տեսանյութում թիկունքից երևացող տղամարդը, որը ըստ հրապարակման arքեպիսկոպոսն է, բռունցքով հարվածում է քաղաքացու դեմքին։ Տեսանյութի արտահոսքին նախորդել էր arքեպիսկոպոսի ձերբակալությունը, իսկ այսօր արդեն կալանքը։ Որևէ մեկը կար, որ դեռ 3 չգիտեր, որ 2 ամսյա կալանքը լինելու է։ Ընդամենը 2 ժամ պահանջվեց դատավոր Մասիս Մելքոնյանից, որ քննի կալանքի միջնորդությունն ու բավարարի։ Բարձրաստիճան հոգևորականն արդեն Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում է։ Եկել էինք ուղղակի այս արարողակարգային process-ին մասնակցեցինք։ Ինչպես հիմնավորվեց։ Չհիմնավորվեց։ Արքեպիսկոպոսը 3 ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվեց հենց քննչական կոմիտեի շենքում։ Մեղադրանքի հիմքում 7 տարի առաջ կաթողիկոսի հեռացման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նրան վերագրվող դրվագն է։ Թե իբր այդ ժամանակ Արշակ Սրբազանը մասնակիցներից մեկին վարկաբեկելու համար, այդ միջոցառման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով հանձնարարել է իր ծառայողներից որևէ մեկին, որպեսզի այդ մասնակցի ուսապարկում դնի թմրամիջոց։ Նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը ղեկավարած Կարեն Պետրոսյանը նշեց. 2018 թվականի հուլիսին Կորյուն Աբեղայի կարգալուծության հարցով դիվանատանն էին, երբ ոստիկանությունից զանգ ստացան։ Մենք ներկայացինք ոստիկանին եւ ոստիկանները նայելով պայուսակում ոչինչ չգտան եւ պայուսակը մենք վերադարձեցինք իր տեղը։ Մի ժամ մոտավորապես հետո նորից զանգ եղավ ոստիկանությունից, թե անհրաժեշտություն կա նորից նայել եւ նորից նայեցին պայուսակը եւ արդեն դիմացի մասում հայտնաբերվեց անցեռոցիկի մեջ փակված ինչ-որ զանգված։ Պետրոսյանի խոսքով սա հստակ գծված օպերացիա էր, ինչ որ մեկը պետք է թմրանյութը գցեր, մեկ ուրիշը զանգեր ոստիկաններին, իսկ նպատակը բողոքի շարժումը վարկաբեկելն էր։ Գործի շրջանակներում մեր համար արդեն պարզ դարձավ, որ զանգահարողը Սարգսակ էր, ով այդ առաջի եւ երկրորդ զանգերի ընթացքում մտել էր թիպանատուն եւ մենք իրան այնտեղ տեսել ենք եւ նաեւ ցայնագրությունները, տեսաձայնագրություններն էր դա փաստում։ Հետո պարզ դարձավ, որ Սարգսակը ցույցում է ստացել, որ դա կազմակերպվել է հենց դիվանատան ուղիղ մասնակցությամբ ու ցուցումով։ Սարգսակն է ասել, որ իրեն հրահանգել է Արշակ arքեպիսկոպոսը։ Ֆակտոր TV-ի այս հարցն անպատասխան մնաց։ Պետրոսյանը պատճառաբանեց, նախաքննական գաղտնիք է։ Իսկ արդյոք տարածված տեսանյութում հարվածողն իսկապես Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանն է եղել։ Պաշտպանն այսպես է մեկնաբանում։ Տեսագրության համաձայն ինչ որ մեկը թիկունքով կանգնած, ինչ որ մի մարդ մի տղայի հարվածում է։ Եվ գրում են իբր Արշակ Սրբազանին հարց են տվել եւ դրա համար հարվածել։ Ես ասում եմ, եթե այդ հարցը ինձ էլ տան, ես էլ կհարվածեմ։ Բայց տարբերություն ձեզ նա Սրբազանն է։ Սրբազանները արժանապատվություն, ինքնասիրություն, այդպիսի բաներ չունեն, նրանք ավելի շատ են։ Իսկ ինչպես է ստացվում, որ ենթադրյալ միջադեպից միայն 7 տարի անց են իշխանություն մայրաթոր լարվածությանը զուգահեռ քննչական ակտիվ գործողություններ սկսվել։ Իշխանական падգամավորն այստեղ արտասովոր ոչինչ չի տեսնում։ Նախ իշխանությունը չի հիշում քրեական գործերի կամ հանցագործությունների մասին եւ իշխանությունը չի զբաղվում դրանով, զբաղվում են համապատասխան պետական կառույցները, որոնք անկախ իշխանության որպեսին լինելու պետքա զբաղվեն այդ գործերով։ Մայրաթորն այստեղ քաղաքական հետապնդում է տեսնում։ Հոգևոր կառույցն այսօր դատապարտող հայտարարություն է տարածել, պահանջելով անհապաղ դադարեցնել arքեպիսկոպոսի եւ ազատազրկված մնացյալ եկեղեցականների հետապնդումները, դրանք որակելով ապօրինի եւ վերականգնել նրանց խախտված իրավունքները։ Օրվա ավարտին քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց։ Ըստ մեղադրանքի Արշակ arքեպիսկոպոսի ցուցումով դիվանատան քարտուղարը բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված ՀԱ-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը Viber հավելվածի միջոցով ուղարկել է հոգևորականին, ինչից հետո ուսապայուսակի մեջ տեղադրել են մարիխուանա տեսակի թմրամիջոցը։